Այսօր, երբ հատուկ մեր տեսախցիկը ծխախոտ ու ծխողների էր փնտրում, իրոք համոզվեցինք, որ իրականում մեր հասարակության մեջ շատ են ծխողները։ Չափազանցրած չենք լինի, եթե ասեք, որ հանդիպած ամեն մի 3-4 տղամարդը ծխում է։ Այն, որ Հայաստանը շատ ծխող երկրների թվում առաջնային դիրքերում է, այս մասին վկայում են նաև պաշտոնական վիճակագրական տվյալները, ու նաև հարցվող քաղաքացիներն են հավաստում, բայց եւ խուսափում խոսել ու քննադատել ծխախոտի ու թողածարատավոր հետևանքների մասին։ Ինչու են շատ ծխում Հայաստանում։ Կառավարությունում համոզված են, որ պատճառը գինն է։ Ոչ մի երկրում այնքան մատչելի չէ ծխախոտը, որքան մեր մոտ, ու դրա համար էլ պատրաստվում են վերանայել գները։ Գյումրեցիները տարբեր կերպ են արտահայտվում, մասնավորապես ծխում են հատկապես սոցիալական լուրջ խնդիրներ ունեցող երկրները, ավելի ապահովվածները մտածում են առողջության մասին, ասում են։ Ընդհանրապես ճիշտ է, բայց եթե այդ պայքարն անում է, ուրիշ պայքարներ էլ անի, թե աշխատավարձերի հարցերում, թե ուրիշ հարցերում, չէ, այդ ավելի երկրորդական է ինձ թվում է հիմա ակտուալ չէ, հիմնականում որ ամեն ինչ խաղ է թվում, էլի, ոչ մի իրական, այսինքն փաստեր չկա, սա խաղերի վրա է, տենդենցը կա, եթե սոցիալապես վատ են, այդ ժողովուրդը, սկսում են շատ ավելի ծխել, քան թե ապահով մարդիկ, որովհետև ապահով լինելու դեպքում սկսում ես հետաքրքրվել քո առողջությամբ, իսկ այս դեպքում այդքան չէ։ Ծխախոտի գնի բարձրացումը ակնկալված արդյունքը կտա արդյոք։ Շատ գյումրեցիներ համոզված են, որ իրականում ոչ մի արդյունք էլ չի ակնկալում այս կառավարությունը։ Խոսքը ծխելու դեմ պայքարի ու այդ պայքարի արդյունքների մասին է։ Պարզապես մտադիր են թարմացնել բյուջե մուտքագրվող գումարները ու ամեն ինչ ձևական բնույթի է, այսպես էին արտահայտվում շատերը։ Ծխողը բրի ծխել, չծխողելի։ Իզուր կենը, ժողովրդի կրխին խաղը, հա։ Լավ կենը, ավելի թող հանգստն է։ Ուրեմն հացն է պիտի չուտեն ժողովուրդը, ծխախոտը հասկացանք, իսկ հացը ենել ես մեր քյասիբ քաղաքն ու ժողովրդի ձեռքը ոչ թամամ կորսկա ոչ էլ։ Երևի դժվար թե կրնանան պայքարեն, ստիված նորից ծխելու են, թարգելը անհնար է։ Եթե չեղավ ստիված պետք է էժանը կնենք, ինչ անենք։ Ծխողը կծխե, ինչքան գուզե բարձրնա։ Քչությունես, ստիված պիտի քչությունես, եթե փող չունիս, ինչով պիտի վերցնես, որ ծխես։ Եթե ծխախոտի գնի բարձրացման այսպիսի մեկնաբանություն են տալիս, թե պայքարում են ծխելու դեմ, ապա ինչով է պայմանավորված դիզվառելիքի գների բարձրացումը կամ առհասարակ մյուս թանկացումները, ասենք երբ թանկանում է հացը, գազը, հարցնում են գյումրեցիները, ու հավելում, ծխելու դեմ սա պայքարի լիարժեք միջոց չէ, այն պարագայում, երբ գովազդում են ծխախոտ ու ալկոհոլ, իսկ մյուս կողմից գին բարձրացնում ու եզրակացնում, մարդիկ կնայեն թանկարժեք ծխախոտի գովազդները, կծխեն տեղական արտադրության էժանագին չիբուխ։ Ոնց որ խմողները ուղղուց հետո ցանկացողին խմեցին, ելի կխմեն, նույնպես է ծխելն է։ Հիմա սպիրտ կխմեն, բայց այն վաղ այդտեղից սպիրտ կխմեն, շուշա լվացող բաներից կխմեն, հողներից։ Նշան չունի դեք։ Կուզեն բոմբ քցեն վար, ելի նշան չունի։ Պետք է ծխեն, խմեն մարդիկ։ Պարապությունից է սա։ Եղան նաև հարցվածների մեջ քաղաքացիներ, ովքեր ողջունեցին կառավարության այս ձեռնարկը, հավելելով, որ սա կարող է լավագույն առիթ դառնալ, եթե ասենք իհարկե ծխախոտը եղածի վրա մի 7-8 անգամ թանկանա, հաստատ կդադարեն ծխելուց։ Միայն անհասկանալի է այս դեպքում դիզվառելիքի գնի վերանայումը, սա մնում է առանց լուրջ մեկնաբանման։ Քրիստինա Մկրտչյան, Գրիգոր Շաղոյան, Gala News։